Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը Թուրքիան դիտարկում է որպես կարևոր քայլ կայունության հասնելու ճանապարհին։ Ադրբեջանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահը շեշտել է, ցանկանում է, որ գործընթացը շուտով վերջնականացվի։ Նրա խոսքով խաղաղության հաստատումն արժեքավոր կլինի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Նա նշել է, որ Թուրքիան ևս աստիճանաբար և զգուշորեն անցնում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով։ Այլևս չենք ցանկանում Հարավային Կովկասում հակամարտություն տեսնել, մենք խաղաղություն և հանգստություն ենք ուզում։ Ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է։ Ուշադիր հետևում ենք այդ գործընթացին։ Մենք նույնպես անհրաժեշտ ներդրում ենք կատարում և պատրաստ ենք դա անել նաև հետագայում, մանրամասնել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցություններին, շեշտել Իրանի հնարավոր դերակատարումը։ Զանգեզուրի երթուղին ոչ միայն ցամաքային կապ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև, այլև նոր ինտեգրացիոն գիծ է, որը ձգվում է Թուրքիայից դեպի թուրքական աշխարհ։ Դրա բացումը կամրապնդի Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները։ Ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի դրան, նշել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը կարծիք է հայտնել, թե այդ քայլը տնտեսական օգուտներ կբերի և կմերձեցնի տարածաշրջանի երկրներին։ Իրանի միջուկային ենթակառուցվածքներին Իսրայելի հնարավոր հարվածի նախապատրաստման մասին լուրերի ֆոնին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իսրայելին հորդորել է զերծ մնալ որևէ գործողությունից, որը կարող է խաթարել Թեհրանի հետ միջուկային գործարքի կնքմանն ուղղված Վաշինգտոնի ջանքերը։ Սա նախազգուշացում չէ, ես միայն ցանկանում եմ ասել, որ դա տեղին չէր լինի, ասել է Դոնալդ Թրամփը։ Նա հույս է հայտնել, որ Իսլամական Հանրապետության հետ հնարավոր կլինի լուրջ փաստաթուղթ ստորագրել, որը կենթադրի ստուգումներ Իրանի միջուկային օբյեկտներում։ Մոտ ենք համաձայնությանը, եթե դա տեղի ունենա, շատ կյանքեր կփրկվեն։ Հուսով եմ, ուժի կիրառման կարիք չի լինի, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը կարծիք է հայտնել, որ Թեհրանի հետ գործարքի կարող են հասնել առաջիկա շաբաթներին։ ԱՄՆ նախագահն անդրադարձել է Գազայի հատվածին, որտեղ Իսրայելի գործողությունների և սահմանափակ հումանիտար մատակարարումների պատճառով մարդասիրական ճգնաժամ է ստեղծվել։ Թրամփի խոսքով ամերիկյան կողմը սնունդ է հասցնում պաղեստինցիներին։ Նա տհաճ և սարսափելի է որակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ը, երբ Համասի զինյալները ներխուժել են Իսրայելի տարածք։ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կչեղարկի չինացի ուսանողների վիզաները, իսկ Չինաստանից և Հոնկոնգից նոր վիզաների դիմումները կստուգվեն խստացված ընթացակարգով։ Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ պետքարտուղարությունը հրահանգել է տարբեր երկրներում ամերիկյան հյուպատոսություններին ուսանողական վիզաների համար նոր հարցազրույցներ այլևս չնշանակել։ Մարկո Ռուբիոյի խոսքով պետքարտուղարությունը կգործակցի ներքին անվտանգության դեպարտամենտի հետ, այդ թվում հասկանալու, որ ուսանողները կարող են կապ ունենալ Չինաստանի Կոմկուսի հետ։ Թրամփի վարչակազմը Հարվարդին էլ արգելել է օտարերկրացի ուսանողների ընդունել նման որոշումը որակելով պայքար ձախական ակտիվիզմի և լիբերալիզմի դեմ։ Սպիտակ տունն ավելի վաղ պահանջել էր համալսարանից տեղեկություններ տրամադրել հակաիսրայելական ցույցերին մասնակցած այն ուսանողների մասին, որոնք հատուկ կրթական վիզաներ ունեն։ Հարվարդը հրաժարվել էր, նշելով՝ մտադիր չեն զոհաբերել համալսարանի անկախությունը կամ խախտել սահմանադրությունը։ Ի պատասխան Սպիտակ տունը սառեցրել էր համալսարանի պետական ֆինանսավորման մի շարք ծրագրեր։ Տեսլայի և SpaceX-ի ղեկավար գործարար Իլոն Մասկը հայտնել է, որ մայիսի 30-ին լքում է Միացյալ Նահանգների կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, որը նա զբաղեցնում էր Դոնալդ Թրամփի վարչակազմում։ Պետական ծառայության շրջանակում նրա հիմնական խնդիրն էր բարձրացնել կառավարության արդյունավետությունը, կրճատելով կառավարության ծախսերը և պաշտոնյաների թիվը։ Նա նշանակվել էր այդ պաշտոնում 130 օրով։ Associated Press-ի տվյալով գործարարն ի սկզբանե ցանկանում էր կրճատել ծախսերը $2 տրիլիոն, ապա $1 տրիլիոնով։ Ի վերջո նշաձողը հասցվեց $150 միլիարդ։ Դիանա Գասպարյան, լուրեր։